Բարի եւ օրհնյալ առավոտ, սիրելի հարազատներս։ Հիսուս Քրիստոսի սուրբ ու զորավոր անունով ես օրհնում եմ յուրաքանչյուրիս։ Հայր Աստված, ես քո առաջ եմ բերում ինձ, բոլոր լսողներին, իմ ընտանիքի անդամներին, իմ արյունակցական գծի բոլոր մարդկանց, Տեր, ու գթություն եմ խնդրում, Տեր ջան, ողորմություն եմ խնդրում, փրկություն եմ խնդրում եմ, որ մեզանից վերցնես, հեռացնես հոգևոր կուրությունը, հոգևոր խլությունը, հոգևոր անտարբերությունը, որ խապնված ու կապնված չմնանք, Տեր ջան, որ չլինենք մարդիկ, ում կյանքերը վառվում են, փոշիանում են, Տեր ջան, ովքեր ժնջիլներով կապված ու զնդանի մեջ գցած են, բայց մտածում են, թե ազատ են ու ամեն ինչ լավ է։ Տեր, ողորմություն ու գթություն արա։ Հիսուսի անունով Սուրբ Հոգուն ուղարկի, Տեր ջան, պատերազմի մեզ համար, Տեր, փրկի մեզ, Տեր, օգնի մեզ, Տեր, վերցրու կուրությունը, քանդի խաբվածության ամրոցները մեր մեջից, Տեր ջան, մեր քարացած սրտերը մսեղեն սիրտ դարձրու, Տեր, մեր մարմինները տնքում են ցավից, Տեր իմ Աստված, որտեղ մեր հոգին մեռնում է, եւ մեր մարմինները դրսևորում են մեր հոգու վիճակը, Տեր ջան, աղերսում եմ քեզ օգնի, Հիսուսի անունով աղոթեցի, ամեն։ Այսօր մենք խոսելու ենք համառոտ, թե ինչ էր կատարվում Հռոմում այս ժամանակ, երբ Պողոս առաքյալը գրեց հռոմեացիների եկեղեցուն, հռոմեացիների հավատացյալներին նամակը։ Կարևոր է ըմբռնել աստվածաշնչյան յուրաքանչյուր գիրք իր համատեքստում։ Ես այս քարոզը կիսում եմ, դա իմ հովիվ Էբո Էսելի քարոզն է, որ ես թարգմանել եմ, թող Սուրբ Հոգին մնացածը հասցնի։ Հռոմեացիների նամակում պետք է նախ հասկանանք, թե ինչ էր տեղի ունենում այդ ժամանակ հենց Հռոմում։ Սա շատ կարևոր է գրվածը ճիշտ ըմբռնելու համար, որտեղ այս նամակը ուղղված չէ մեզ, այլ Հռոմի քրիստոնյաներին, բայց գրված է նաև մեզ համար։ Եվ որպեսզի կարողանանք օգուտ քաղել այս նամակից, պետք է հասկանանք նամակի պատմական եւ մշակութային համատեքստը։ Դրա համար ներկայացնում եմ կարճ պատմական համատեքստը Հռոմի իրավիճակի վերաբերյալ եւ մասնավորապես Հռոմում ապրող քրիստոնյաների վիճակի մասին։ Սա մեզ կօգնի, երբ այսօր օրինակ, երբ հաջորդ դասին ուսումնասիրենք ստրուկ ծառա բառը, որտեղ Պողոսն իրեն անվանում է Քրիստոսի ստրուկ կամ ծառա, որպեսզի հասկանանք, թե ինչն է ի նկատի ունի։ Մենք ուզում ենք հասկանալ այն պատկերացումը, որ Պողոսն ուներ իր մտքում, որտեղ Աստվածաշնչի ուսումնասիրության մեջ ճիշտ մեկնաբանությունը հեղինակի մտադրությունն է, կամ ինչպես հաճախ ասում են, սկզբնական, օրիգինալ հեղինակի մտադրությունն է։ Պողոսը այս նամակը գրել է Սուրբ Հոգու ներշնչմամբ ու ինքն իրեն անվանել է Աստծո ստրուկ։ Ուրեմն մեր նպատակն է մտնել Պողոսի մտքի մեջ, հասկանալու այն պատկերն ու իմաստը, որ նա նկատի ուներ։ Մենք չենք ուզում մեր սեփական պատկերացումները վերագրել նրան, որովհետև նա է հեղինակը, եւ նա փոխանցում է մեզ այն, ինչ որ գալիս է Աստծուց։ Ահա պատմական համատեքստը, որի մեջ գտնվում էին Հռոմի քրիստոնյաները։ Նրանք ապրում էին Հռոմում, որը կայսրության մայրաքաղաքն էր։ Դա հսկայական բազմամշակութային քաղաք էր։ Ըստ ամենայնի, այնտեղ ապրում էր ավելի քան 1 միլիոն մարդ այդ ժամանակ։ Դա մի միջավայր էր, որտեղ կային տարբեր կրոնական հավատալիքներ։ Այն հեթանոսական միջավայր էր, լի հեթանոսական պաշտամունքով, եւ այն, ինչ կոչվում էր կայսերական պաշտամունք։ Օրինակ, այն օրերին մարդիկ պարտավոր էին օրվա կամ շաբաթվա որոշակի ժամերին խունկ վառել եւ հայտարարել, որ Կեսարն է Աստված ու Տեր։ Դա պարտադիր էր։ Հռոմում ապրող քրիստոնյաների վիճակը շատ բարդ էր։ Նրանք կրոնական փոքրամասնություն էին, չունեին ոչ մի սոցիալական հեղինակություն կամ ազդեցություն։ Այդ ժամանակ քրիստոնեությունը դիտվում էր որպես հրեական աղանդ,
Եվ սա հասկանալի է, որտեղ քրիստոնեությունը սկսվեց Քրիստոսից եւ նրա 12 առաքյալներից, ովքեր հրեաներ էին։ Հիսուսը առաքյալներին ու իր աշակերտներին պատվիրեց ասելով. «Դուք զորություն կստանաք, երբ Սուրբ Հոգին գա ձեզ վրա, եւ դուք կլինեք իմ վկաները Երուսաղեմում, Հրեաստանում, Սամարիայում եւ մինչեւ երկրի ծայրերը»։ Այսինքն Հիսուսի Աստծո որոշմամբ ամեն բան սկսվեց նախ Երուսաղեմում, հետո Հրեաստանում, հետո տարածվեց Սամարիա եւ հետո աշխարհով մեկ, ներառյալ հռոմեական կայսրությունը։ Եվ դրա համար էր այդ ժամանակ մարդիկ կարծում էին, որ քրիստոնեությունը պարզապես հրեական մի հոսանք է եւ ոչ թե առանձին հավատք։ Ինչպես ասեցինք, քրիստոնյաները այդ միլիոնանոց քաղաքում շատ փոքրամասնություն էին եւ նրանց վերաբերում էին կասկածանքով։ Սա եւս հասկանալի է, որտեղ նրանք ապրում էին այնպիսի կյանքով, որը հակասում էր այդ մշակույթի նորմերին։ Հռոմի քրիստոնյաները սոցիալապես խոցելի խումբ էին։ Նրանք չունեին քաղաքական պաշտպանություն կամ քաղաքական ազդեցություն։ Սա շատ հետաքրքիր է, որտեղ մենք ապրում ենք մի ժամանակաշրջանում, օրինակ այստեղ Մեծ Բրիտանիայում կամ Արևմուտքում, որտեղ դեռևս ունենք հնարավորություն օգտագործելու մեր քաղաքացիական իրավունքները, քվեարկելու, բողոքելու, տարբեր ձևերով արդարությունը առաջ մղելու համար։ Եվ այս ամենը Աստծուց տրված արտոնություն է, ոչ թե իրավունք։ Եթե մեր մշակույթի մեջ ինչ-որ բան սխալ է ընթանում եւ մենք կոչված ենք կանգնելու դրա դեմ, ապա բոլորս պետք է կանգնենք, որպես եկեղեցի մենք բարձրաձայնել ենք չծնված երեխաների պաշտպանության հարցում, որտեղ աբորտը մեղք է։ Մենք բոլորս պարտավոր ենք կանգնել դրա դեմ, եւ մենք կարողանում ենք կանգնել ու խոսել այն պատճառով միայն, որ Աստված մեզ տվել է այդ արտոնությունը։ Դա իրավունք չի։ Քրիստոնեական պատմության մեծ մասում քրիստոնյաները ոչ մի իրավունք չունեին։ Նրանք չէին կարող քաղաքական լոբբինգ անել, արդարությունը առաջ մղելու համար, բայց մենք կարող ենք։ Եվ մենք պարտավոր ենք օգտվել այդ արտոնությունից, այդ օրհնությունից, որ Աստված տվել է մեր ժամանակներում։ Մենք չենք կարող անտարբեր լինել մեր շուրջ տեղի ունեցող անարդարությունների նկատմամբ, կարծես դրանք մեզ չեն վերաբերում։ Մենք պետք է օգտագործենք այն արտոնությունը, որ Աստված տվել է մեզ, այս երկրի քաղաքացիներ լինելով կամ որևէ երկրում, որ դու ապրում ես։ Եվ անհրաժեշտության դեպքում բարձրաձայն խոսենք, որպեսզի այդ արտոնությունը չկորցնենք։ Հռոմում այդ ժամանակ քրիստոնյաները չունեին այդ արտոնությունը։ Հռոմի քրիստոնյաները չունեին նաև քաղաքական պաշտպանություն։ Նրանք հիմնականում հավաքվում էին տնային եկեղեցիներում, ոչ թե հասարակական շենքերում։ Եկեղեցին մի քանի 100 տարի շենքեր չի ունեցել։ Հավատացյալները հավաքվում էին տներում։ Հավատացյալները ստիպված էին հավասարակշռության մեջ պահել հասարակական նորմերին ենթարկվելը եւ Քրիստոսին հավատարիմ լինելը։ Իսկ հռոմեական նորմերին բացահայտ հակառակվելը կարող էր հասցնել սոցիալական մեկուսացման կամ նույնիսկ ավելի ծանր հետևանքների եւ մահվան յուրաքանչյուր քրիստոնյայի համար։ Այսպիսով նրանք ապրում էին մի ճնշող ու կեղեքող միջավայրում, որտեղ մեծ ճնշում կար բոլորին նմանվելու համար, համապատասխանելու շրջապատի նորմերին եւ տարբերվելը, առանձնահատուկ լինելը կարող էր բազմաթիվ լուրջ խնդիրների պատճառ դառնալ, ներառյալ մահապատիժը։ Այն ժամանակ, երբ հռոմեացիների նամակը գրվեց, քրիստոնյաների քաղաքական հալածանքները դեռ չէին հասել իրենց գագաթնակետին։ Դրանք դեռ չէին սրվել, բայց քրիստոնյա լինելը արդեն որոշակի վատ հետևանքներ էր ունենում մարդկանց կյանքում։ Կլավդիոս անունով կայսրի օրոք Քրիստոսի գալուց 49 թվականին նա հրեաներին վտարեց Հռոմից։ Այն ժամանակ հրեա քրիստոնյաները հեռացան Հռոմ քաղաքից։ Արդյունքում հեթանոս քրիստոնյաները, նրանք ովքեր
հեթանոսությունից էին դարձել քրիստոնյաներ, դարձան տեղական եկեղեցիներուն գերակշռող խումբը։ Սակայն երբ կայսրը մահացավ, հրեա քրիստոնյաները հետ վերադարձան Հռոմ, եւ այդ ժամանակ նրանք սկսեցին վերաինտեգրվել եկեղեցու մեջ։ Բայց այս ընթացքում ինչ հրեա քրիստոնյաները Հռոմից վտարվել էին ու նորից հետ եկել տարիներ անց, եկեղեցու ղեկավարության ոճը ու սովորույթները փոխվել էին, եւ սա իհարկե հանգեցրեց լարվածության, անգամ վեճերի հրեա ու հեթանոսությունից քրիստոնյա դարձած քրիստոնյաների մեջ, օրենքի, հավատքի գործելակերպի եւ քրիստոնեական ինքնության հարցերի շուրջ։ Դրա համար էլ մենք տեսնում ենք, որ հռոմեացիներ 14-ից 15 գլուխներում Պողոսը անդրադառնում է այս հարցերին։ Դրա պատճառը կապված է այն պատմական ֆոնի հետ ու ամենի հետ, ինչ տեղի էր ունենում Հռոմում այդ ժամանակ։ Նման խնդիրներից մեկ օրինակ բերեմ։ Հեթանոսությունից քրիստոնյա դարձածները կարող էին խոզի միս ուտել, բայց հրեա քրիստոնյաները չէին կարող, չնայած նրան, որ նրանք վերստին ծնված քրիստոնյաներ են, որտեղ հրեական մշակույթն ու մտածելակերպը դեռ մեծ ազդեցություն ունեին նրանց վրա։ Եվ իհարկե դու չէիր կարող ստիպել հրեա հավատացյալին, հրեա քրիստոնյային խոզի միս ուտել։ Եթե եկեղեցում ինչ-որ հավաքույթ էր լինում, ինչպես պետք է վարվեիր, որ սահմանը չանցնես ու գայթակղություն չդառնաս ու դիմացինիդ հավատքը չվիրավորես։ Մարդուն գայթակղության մեջ չքաշես, մեղքի մեջ չքաշես։ Պողոսը այս ամենին անդրադառնում է Հռոմեացիների 14 գլխի 14-ից 15 հատվածներում։ Նա ասում է. «Գիտեմ եւ համոզված եմ Տեր Հիսուսով, որ ոչ մի բան ինքնին պիղծ չէ, միայն ով մի բան պիղծ է համարում, իր համար պիղծ է։ Եթե ուտելիքի պատճառով քո հավատացյալ եղբայրը տրտմում է, ուրեմն դու նրա հետ այլևս սիրով չես վարվում, քո ուտելիքով կորստյան մի մատնիր նրան, ում համար Քրիստոսը մեռավ։ Սրան ավելի մանրամասն կանդրադառնանք ապագայում։ Բայց այս խնդիրները կային։ Հռոմը լի էր կայսերական պաշտամունքով, ավանդական հռոմեական այսպես կոչված աստվածներով, որոնք չաստվածներ են, գաղտնի կրոններով, հեթանոսական ծեսերի հանրային տոներով։ Հավատարիմ քրիստոնյաները հրաժարվում էին մասնակցել կուռքերին նվիրված պաշտամունքին, կայսրին չէին պաշտում, չաստվածներին չէին մեծարում, ինչը կարող էր ընկալվել ու ընկալվում էր որպես սոցիալական ապստամբություն հռոմեական ավանդույթների նկատմամբ, անհարգալից վերաբերմունք եւ նույնիսկ քաղաքական անհավատարմություն, եւ կրկին սա կարող էր հանգեցնել դաժան հետևանքների։ Այն ժամանակ, երբ Ներոնը դարձավ Հռոմի կայսրը 54-ից 68 թվականներին, Պողոսը մոտ 54 թվականին ուղարկեց այս նամակը Հռոմի քրիստոնյաներին եկեղեցուն, իսկ Ներոնը դարձավ կայսր մոտավորապես այդ ժամանակ։ Այդ ժամանակ կայսերական լայնածավալ հալածանքները քրիստոնյաների դեմ դեռ չէին սկսվել։ Քրիստոնեությունը դեռ չէր հայտարարվել որպես անօրինական կրոն, ինչը տեղի ունեցավ ավելի ուշ։ Սա կարևոր է, որտեղ ես կարծում եմ, որ Պողոսի այս նամակի նպատակներից մեկը, ասաց իմ հովիվը, եկեղեցուն Հռոմի եւ Քրիստոսի հռոմեացի հետևորդներին պատրաստելն էր այն ամենին, ինչին նրանք պետք է բախվեին մոտակա ապագայում։ Այդ պահին հալածանքները դեռ չէին սկսվել լայն մասշտաբով, բայց գալու էր ժամանակը, եւ շուտով, երբ լայնածավալ հալածանքները դառնալու են նրանց առօրյա իրականությունը։ Հռոմի եկեղեցին նաև արտացոլում էր Հռոմի սոցիալական բազմազանությունը։ Եկեղեցում կային հրեաներ, հեթանոսներից քրիստոնյա դարձածներ, ստրուկներ, ովքեր դարձել էին քրիստոնյաներ, ազատ քաղաքացիներ, հարուստ հովանավորներ, աղքատ աշխատավորներ, տարբեր էթնիկական եւ մշակութային ծագում ունեցող մարդիկ, որոնք բոլորը դարձել էին քրիստոնյաներ։
Այս բազմազանությունն էլ իր հերթին ստեղծում էր և հնարավորություններ, և լարվածություններ, որտեղ այն գալիս էր մի մշակույթից, որտեղ կար խիստ բաժանում խավերի ու ստատուսների միջև։ Այն ժամանակ ստրուկներն ու հարուստները չէին խառնվում միմյանց հետ, չէին իրավունք չկար մի սեղանի շուրջ նստեին իրար հետ հաց կիսեին։ Հարուստը չէր նստում աղքատի կողքին։ Իսկ ինչպես պետք է դա գործեր եկեղեցու համատեքստում։ Մեր օրերում դա կարող է պարզ թվալ, որտեղ մենք նման խնդիրներ չունենք, բայց այն ժամանակ դա այդպես չէր։ Այն օրերին շատ դժվար էր պատկերացնել, որ մի տեր կամ հարուստ մարդ նստի ստրուկի կողքին և պաշտի Աստծուն այնպես, կարծես նրանք եղբայրներ են։ Եկեղեցին միակ տեղն էր, որտեղ նման բան հնարավոր էր տեսնել։ Նույնիսկ եկեղեցին իր ներսում պայքարում էր այս բաժանումների ու խմբավորումների դեմ, որ կար հռոմեական աշխարհում։ Սա պարզ տեսնում ենք Կորինթոսի եկեղեցում, ում ուղղված նամակում Պողոսը հենց դրա մասին է խոսում, երբ ասում է. «Լսել եմ, որ ձեր մեջ բաժանումներ կան»։ Քրիստոնյաները պետք է այս բոլոր խմորումներին լուծումներ գտնեին ու կողմնորոշվեին ինչպես վարվել այդ բարդությունների մեջ։ Ամփոփելով, մոտ 56-ից 58 թվականներին մինչև Քրիստոսի ծնվելը Հռոմի քրիստոնյաները փոքր, սոցիալապես խոցելի փոքրամասնություն էին։ Նրանք ապրում էին հեթանոսական կայսերական մշակույթի մեջ, որը նրանց վերաբերում էր կասկածանքով և միաժամանակ պայքարում էին եկեղեցու ներսում հրեա և հեթանոս հավատացյալների միջև լարվածությունների հետ։ Սակայն լայնածավալ հալածանքները դեռ չէին սկսվել։ Հռոմի քրիստոնյաներին անհրաժեշտ էր միասնություն, աստվածաբանական հստակություն և բարոյական կայունություն, հենց այն, ինչ Պողոսը տալիս է հռոմեացիներին ուղղված նամակով։ Կան բազմաթիվ հարցեր, որոնց Պողոսը անդրադառնում է, և մենք դրանք կքննենք։ Իսկ վաղը, ավելի ճիշտ, կանդրադառնանք հռոմեացիների առաջին նամակի առաջին հատվածին, որը խոսում է այն մասին, որ Պողոսն ասում է ինքը Հիսուս Քրիստոսի ծառան է։ Հիմա գուցե որևէ մեկը հարցնի. արդյոք այս բոլոր մանրամասներին ուշադրություն դարձնելը կարևոր է։ Այո, քանի որ Աստված յուրաքանչյուր մանրամասը ներառել է տեքստում, քանի որ ինքը դա կարևոր է համարում։ Տեքստում չկա ոչինչ, որ Աստված ավելորդ տեղադրած լինի։ Ամեն ինչ այնտեղ է նպատակով։ Եվ որպեսզի մենք կարողանանք դա ճիշտ գնահատել, պետք է հասկանանք այս բոլոր մանրամասները։ Այսքանը այսօր, Աստված օրհնի և պահպանի յուրաքանչյուրիս, բացի մեր հասկացողության աչքերը, Տեր, ողորմի ու գթա մեզ։